Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Զինայդ նախագիծը։ Ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել հետաքրքիր թողարկում, այն էլ երաժշտական, ունեմ շատ սպասված հյուր, որ ի վերջո հասավ ինձ մոտ տաղավար։ Նրա մասին րոպեներ անց, որովհետև այս պայն մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսալվակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերն ասում են, տեսնես տեսալվակի հերոսուհին է, Զինայի մոտ դա ավանդույթ է ինձ մոտ եւ իհարկե ֆորմատ, դուք ճիշտ հասկացաք, ես մեծագույն սիրով հյուրընկալում եմ տաղանդավոր ընկերուհուն Զարուհի Հովակիմյանին։
Զարջան, բարի օր, բարի գալուստ։ Բարև Ձինա ջան։ Ասա, որ դու ես մեղավոր, որ միջև հիմա ինձ մոտ տաղավարում չի։ Ընդհանրապես ինչ լինում է այս աշխարհում, ես եմ մեղավոր։ Շատ լավն էր։ Ես արդեն հասկացել եմ ոնց պետք է օրինակ խոսեմ այն իմ հին 100 տարվա ընկերուհիների հետ, ասում երեխեք, այսօր կարողանում եք ինձ մոտ գալ ու ես դե հասկանում եմ ձեր գրաֆիկը։ Այն որ օրով, ժամով, տեղը տեղին։ Բայց ես գիտեմ, որ նկարանումից անմիջապես հետո դու գնում ես գործի։ Անմիջապես հետո չէ, բայց գնում եմ գործի։ Վերջացավ։ Դե լավ, Զար, մի քիչ հետ գնանք ու գանք ներկային։ Իմ 100 տարվա տաղանդավոր ընկերուհին է, որ ով ոնց ինչ ինքն իր սկզբունքը, իր ոճը, իր ֆորմատը չի փոխում։ Թե փոխել ես, Զար։ Չեմ փոխել, չեմ էլ փոխելու, ինչքան որ երգեմ։ Հա։ Ինչքան որ առողջությունս ների, հնարավորություններս, մի քիչ էլ ցանկությունը լինի երգելու, ես երբեք իմ ֆորմատը չեմ փոխում, որովհետև ես մի քիչ սկզբունքային մարդ եմ։ Մի քիչ չէ, շատ սկզբունքային եմ։ Իսկ դու չես հիմա շարժվում, ասում ես, թե հիմա սրանք մի քիչ մոդա է, լսելու է բան։ Չէ։ Այդպես բան չկա, չէ։ Չէ, չէ, երբեք չի եղել ու չի էլ լինի։ Չգիտեմ դա լավ է թե վատ է, չեմ կարող դրան գնահատական տալ իրականում, բայց ես այդպեսին եմ ու բոլոր իմ ընկերները գիտեն, որ ես այդպեսին եմ։ Դե արի մի պահ խոսենք հանդիսավարուհի եւ երգչուհի, երբ որ ես առիթներ օրինակ գրում ջնջում եմ այն տարբերակը, որ կա ծրագիր ենք գրում, օրինակ շատերն ասում են, չէ, պետքա Զարան լինի, որովհետեւ մեր առիթը պետքա Զարան երգի, որովհետեւ մենք ուզում ենք այն, ինչ երգում է Զարան։ Այսինքն քեզ նախընտրողն էլ գիտի թե ինչ է ուզում։ Իհարկե։ Էդ էլ կապ ունի, իհարկե, որ նախ սկսենք նրանից, որ չեմ ուզում ինքնագովազդ լինի, բայց իմ կատարումները բացառապես կենթանի են։ Հա, մենք դա գիտենք։ Հա։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որ ես հիվանդ եմ լինում, ձայնս կտրված է լինում, իհարկե դա հազվադեպ է լինում բարեբախտաբար, ես պարզապես չեմ գնում աշխատանքի, որովհետև ես չունեմ ընդհանրապես այդ պլյուս ասած հասկացողությունը։ Եթե դու ի վիճակի ես երգելու, դու պետք է երգես։ Դե եթե երգչու ես պետք է երգես, ասենք այդտեղից։ Չէ, եթե դու ի վիճակի ես երգելու, պետք է երգես։ Որտեվ երգչուին արդեն մի քիչ այդ բառն էլ է էլի թերագնահատվել, դրա համար եմ ասում, բայց քեզ հետ միասին նաև ընկերներ, որ նաև բենդով եք աշխատում։ Իհարկե։ Եվ էդ էլ անդավաճան Զար, թե հիմա լինում են դեպքեր, որ դու նաև տարբեր բենդերի հետ ես աշխատում։ Հարսնակար բենդի հետ եմ աշխատում, որովհետև դե գաղտնիք չի, որ ես հարսնակարի բացված օրվանից այնտեղ եմ աշխատում։ Այս բենդի արդեն 8 տարի աշխատում ենք։ Հիմա համագործակցում եմ նաև ուրիշ ռեստորանի հետ, անունը չեմ տալու այս դեպքում։ Բայց հիմնականում այդ դեպքում էլ եմ անդավաճան, այո, որովհետև ես մի քիչ չեմ սիրում այդ հա, վազվզել, այդ վազվզոցը իմը չի, ես չեմ սիրում։ Դե բայց ուղղակի անհատ երգչուի կարող են չէ հրավիրել։ Իհարկե հրավիրում են, այդ դեպքում գնում եմ արդեն ոնց ասեմ, այդ մինուսներով, չգիտեմ, հա։ Դուք այն սեթերը որ։ Հա, սեթերով գնում եմ, ելույթ եմ ունենում, գնում եմ տուն։ Բայց հիմնականում աշխատում եմ իմ բենդի հետ։ Հիմնականում քիչ է լինում, որ ես իմ բենդի հետ չլինեմ։ Շատ լավ։ Հիմա մի քիչ ներկայից խոսանք, քանի որ հիմա կան տարբեր եւ որակի եւ մակարդակի, level-ի, չգիտեմ, երկող չերկողներ։ Հիմա դե բնականաբար տեխնիկան այնպես է զարգացել, մեր տեղը երգում է։ Մեզ պետք է ուղղակի այն որ ասում կազմվածք ունենալ, թեթև կարճ հագնվել եւ լինել բեմում։ Ասում են, որ հիմա ժողովուրդը դա ուզում է։ Եվ ես միշտ սիրում եմ ասում դուք ինչ տալիս եք, ժողովուրդը դա էլ վերցնում է։ Ով ոնց է վերցնում, ոնց է հասկանում, դա արդեն իրենց հայցողության մեջ է։ Ես գիտեմ, որ քո շրջապատում լինում են, դու գործի ես լինում, գալիս են երգչուհիներ, որոնք երգում են բնականաբար ռոբոտ սարքած ձայնով ու շատ հնարավոր է երգեն այն երգը, որ դու ինչու ոչ 30 րոպե առաջ այդ երգը կենթանի հնչողությամբ երգել ես։ Վստահ եմ, որ այդպիսի թեմաներ եղել, որտեղ ես հանդիսավարում եմ, ես շատ եմ տեսել։ Մանավանդ մեկ-մեկ ես գալիս եմ գործի, ասում եմ երեխեք, այսօր ուրեմն երգում է այս երգիչը եւ այս երգչուին։ Խնդրում եմ, չերգիչներ ջան, իրանց երգելը չերգեք։ Դա բնականաբար սարքած։ Զար շատ է ներվերդ խախտվում այդ ժամանակ, թե անջատել ես քեզ։ Ես հեսա մի տարօրինակ բան եմ ասելու իրականում։ Նախ սկսենք նրանից, որ այդ մեր երգերը չեն, որոնք մենք երգում ենք։ Դրանք բոլորը ուրիշի երգերն են։
չէ։ Այո։ Մենք ռեստորանում ներկայացնում ենք այն երգերը, որոնք որ արդեն ճանաչված են, հա, ճանաչված են, սիրված են, պահանջված են։ Իմ երգը չէ այդ երգը, ոչ էլ ինչ որ ուրիշ երգչուհի երգ։ Ես այդ տեսակ բան չունեմ, որ այս երգը չերգես, որովհետև ես եմ երգելու։ Սկսենք նրանից, որ իմ կարիերա չասեմ, իմ տարիների փորձը եւ դիրքը ինձ թույլ է տալիս, որ ես դա անեմ, բայց ես դա չեմ անում։ Եվ երիտասարդ երգչուհիները միշտ հարգանքով են մոտենում, միշտ հարցնում են, որը երգեմ, որն եք դուք երգելու կամ որն եք երգել արդեն։ Ես իմ պատասխանը միշտ այսպեսին է, ոչ մեկից երգը չի դա, եւ վերջի երգերը անսահման են։ Դե հա։ Բայց դե ինձ լավ գիտես, 5 երգով չեմ սահման։ Իմ ծրագիրը 5 երգով կամ 10 երգով չի սահմանափակվում։ Բայց գալացողն է 5 երգ ունի ընդհանուր։ Դրա համար ես միշտ զիջում եմ նամանավանդ երիտասարդներին ու միշտ ասում երգեք այն ինչ դուք ուզում եք, ես անթիվ անհամար ծրագիր ունեմ, ես ուրիշ բան կերգեմ, հանգիստ եղեք։ Ես մի քիչ այդ առումով շատ ճկուն եմ ու շատ զիջող եմ ու շատ համբերատար եմ, չգիտեմ, դա էլ է լավ բնավորություն, թե վատ, բայց ես այդպեսին եմ, որովհետև ես հասկանում եմ, որ դա ոչ մեկից երգն էլ չի։ Ինչ իրավունք ունեմ ասեմ, ես իմ երգն է, դու չի երգես։ Դե դի ակումբային են, որ ասման է։ Դե ակումբներում միգուցե ուրիշ մթնոլորտ է, ես չգիտեմ, բայց ռեստորաններում ինձ մոտ ամենայն դեպս այդ մթնոլորտը չկա։ Շատ լավ, ձենը տակտեղից է գալին կերոս էլ։ Շատ լավ, Զար իսկ մտածել ես ընդհանրապես նաև ինչու ոչ։ Զարը Օվակիմյանը ունենա փոքրիկ մենահամերգ, մենակ դու լինես, նո բենդի հետ թեկուս, ինչ որ մի տարածքում, որ մենակ Զարային լսենք։ Իրականում ես չեմ ուզում շատ հիմա ճակերտները բացեմ, բայց ես մի հատ մի փոքր ծրագիր ունեմ, մտահղացում ունեմ։ Հետո ոչ համերգային, այլ այս պահին պարզապես երգերի շարք եմ ուզում անել, որ դեռ ոչ ոք չի արել, դրա համար փակագծերը չեմ բացել, որովհետև հիմա ընդհանրապես ես նկատել եմ, մի բան ուզում ես անես, մեկը տեսնում ես 5 րոպե առաջ մեկը քեզանից արեց, առաջ արդեն արել են։ Թե որտեղից է դուրս գալիս դա։ Մեր մոտ եթերում չարժե ասել, որ մեզ Չէ, ես ընդհանրապես չեմ բացելու փակագծերը, բայց ես մտահղացում ունեմ հետաքրքիր երգեր ձայնագրելու, իսկ եթե դա ստացվի, դրա հիման վրա հա փոքրիկ մենահամերգ անպայման կլինի, շատ փոքրիկ ինչ որ sense մտերմիկ շրջապատում, այո։ Շատ լավ, հույսով մենք դա գոնե եթերում առաջինը կիմանանք։ Իհարկե։ Վերջացավ։ Իսկ հիմա ես առաջարկում եմ իմ ընկերուն անցնել մեր նախագծի ֆորմատ, բլից հարցերով շատ նաև հասկանալ ինչպիսին է մեր Զարայի ճաշակը։ Գնացինք։ Գնացինք։ Օրը սկսում ես առավոտյան ժամը։ Ես ընդհանրապես ուշ արթնացող չեմ, մոտավորապես 10-ից։ Նորմալ քնում ես գիշերը։ Նորմալ ժամի։ Դե չէ, մեր գործի հետ նորմալ ժամի չի լինում քնել իրականում, բայց ես ուշ քնողել չեմ։ Ես գիշերային մարդ չեմ։ Լավ, առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Չէ, առավոտյան սուրճ։ Նախընտրելի ուտեստ։ Ուտեստ չի, ես ֆանատիկորեն սիրում եմ կերաս։ Ֆանատիկորեն եմ սիրում, այո։ Ես կերասի սեզոնին ուրիշ ոչինչ չեմ ուտում։ Շատ լավ։ Իսկ խմիչք ալկոհոլային թե ընդհանրապես։ Հա, ես ընդհանրապես գարեջրի սիրահար եմ, շատ եմ սիրում, բայց աշխատում եմ քիչ օգտագործել։ Շատ լավ։ Իսկ նախընտրած կենաց, որ սիրում ես եւ լսել, եւ արտահայտվել, եւ խմել։ Որն է Զար։ Ոյ, նախընտրած կենաց։ Հա։ Ներկա պահի համար։ Հա, շատ գնահատենք պահը։ Զար, իսկ կենաց կա, որ ասում են հիմա չերկեք ոչ մի բան, որովհետև Զարան է գալիս, այս կենացից հետո պետք է ինքը երգի։ Այդ որ կենացն է Զար։ Երկու կենաց կան տենց։ Ես շատ սիրում եմ, բոլորը գիտեն, հայրենիքի կենացին անպայման երազիմ երկիր երգել, որտեղ այդ երգը իմ ոչ թե ամենասիրելին է, այլ հոգուտ մոտ։ Հա, չգիտեմ, իմն է այդ երգը։ Լավ, իսկ երկրորդը։ Երկրորդը ծնողների կենացը շատ եմ սիրում երգել։ Վերջացավ։ Սև, սպիտակ թե ուրիշ գույն։
Այսօր սևով եմ, բայց ընդհանրապես սպիտակ։ Լավ։ Երեկոյան թե սպորտային հագուստ։ Սպորտային։ Ատես հոգնած վիճակը էլ, որ ասում եմ, իսկ նախընտրած սպորտաձև։ Հա, լող։ Սեր թե փող, Զար։ Սեր։ Հա։ Հարցնում ես։ Չէ, սև լսեցի դրա համար։ Սեր թե փող։ Լավ էլի, պրովոկացիոն։ Պրովոկացիոն հարցեր ո՞վ։ Ուսում դեն հասկանալ ո՞րն ես նախընտրում։ Չէ, սեր։ Լավ։ Այսինքն հավատում ես դեռ սիրուն։ Կա սեր։ Հենց սկսենք չհավատալ, ուրեմն էլ չենք ապրում։ Հասկացա։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ, Իր կա, որ միշտ քեզ հետ ազար, հեռախոսից բացի։ ժամացույց, Լավ։ Համակարգիչ թե հեռախոս։ համակարգիչ, Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ սիրո, Հոտ թաքուն, որ մի տեղից իմացանք։ իմացեք։ Շատ լավ։ Իսկ մի բան կա, որ երբեք չես անի։ Հա, իհարկե։ Օրինակ։ Ինչ չես անի, Զար։ Ասելու չի։ Չէ, տենց մի բան չի, բայց ուզում եմ հասկանամ, ուզում եմ ամենան են, որ չեմ անին։ Ինչ չես արել լավ, միջև հիմա քո կյանքում։ Որ դա քոնը չի ու դու չես անի։ Դավաճանություն չի եղել իմ կյանքում Թվում է երբեք։ այդ ամենակարևոր թեման է կնոջ համար։ Դե չէ, իմինը օրիներահություն։ Հենց հատկապես մարդկային հարաբերությունների մասին չի միայն խոսքը, ընդհանրապես։ Շատ լավ, սկզբուկի դեր աղջիկ ես, դրանից է։ Իսկ ինչից ես վախենում, Զար։ Ֆոբիաների մասին չեմ խոսի, որտեղ ունեմ ֆոբիաներ, բայց ես ամենաշատը վախենում եմ երևի Աստծուց։ Հա, Աստծուց եմ ամենաշատը վախենում։ Ես էլ։ Ով է Զարայի կյանքի հերոսը։ Հերոսը բարի մարդ է։ Հա։ Հա, բարի մարդն է իմ հերոսը։ Շատ լավ։ Հավատում ես Զար երազներիդ։ Իհարկե։ Տեսնում ես այն, որ նախազգուշացնող երազներ։ Հա, ես ընդհանրապես իմ շրջապատում ինձ ամենահարազատ մարդիկ գիտեն, որ ես գունավոր սերիալներով հիշում ես, բայց որ արտադիր հիշում եմ ու իմ երազները բոլորը համարյա բոլորը նախազգուշացնող են ու ես շատ տեսնում եմ, շատ եմ տեսնում մահացած մարդկանց։ Ահա որ շատ եմ տեսնում, հա, ու չեմ վախենում։ Ու տենց միշտ սպասում եմ իրանց։ Այսինքն ամեն մեկը մի բան Հա, ասկուշացնում։ պարտադիր։ Իսկ ներքին ձայնդ լսում ես։ Պարտադիր։ Զարակաստ է։ Իհարկե։ Ով է հաղթում։ Երբեմն լինում է, որ ես եմ հաղթում, բայց հիմնականում ներքին ձայնս միշտ ճիշտ է լինում, հա։ Տենց կա, տենց բան։ Շատ լավ, ռադիո թե TV։ Տանը չէ TV էլ չեմ նայում հիմա ո՞վ է TV նայում։ Հիմա այդ TV նայում են ոչ հեռուստացույցով, սենց ասեմ։ Օնլայն տարբերակներով նայում են իհարկե, բայց մեքենայում ռադիո շատ եմ լսում, գիտես։ Սիրում եմ։ Իսկ կարգախոս ունի Զարան։ Ամեն ինչ լավ է լինելու։ Այդ ոնց որ հուսադրող է, տեսակ։ Կարգախոս, չէ, երբեք ինչ որ տենց պաֆոսնի կարգախոսեր չեմ ունեցել, երբեք, անկեղծ եմ ասում, բայց այդ որ լավ է լինելուն միշտ ինձ հետ է, միշտ։ Այդ լավ բան է, դա մարդկա իր մեջ մեռնում այդ տեքստը։ Չէ, միշտ ասում եմ լավ է լինելու, չմտածեք լավ է լինելու։ Շատ լավ, վերջի հարցին Զար, մի քիչ էլ հույսով եմ հումորային կմոտենանք, բայց լուրջ հարց եմ տալիս քեզ, կա խորտակվող նավ եւ երկու անձ, դու իրավունք ունես մեկին օգնես։ Մեկը Կարոն Ապոլոյան, մեկը Ձինան Ակոպովնա։ Ում ես փրկում։ Ձին, հա ջան։ Կարոն մեզ երկուսիս էլ կփրկի։ Կա տենց բան, Կարջան, փրկվեցի դաստուր։ Համեն ինքը լավ լողալ գիտի։ Ես էլ լավ լողալ գիտեմ, բայց ինքը շատ լավ է լողում, նենց որ մեզ երկուսից կփրկի։ Ինձ թվում է այս դեպքում արդեն դուք երկուսով ինձ կփրկեք, որտեղ ես լողալ չգիտեմ։ Հա, դե վերջ։ Որոշեցինք։ Հարցը լուծված է։ Զար, իսկ քանի որ դու ինձ մոտ առաջին անգամ ես տաղավարում, ըստ ֆորմատի գիտես, ես պաշտում եմ, երբ որ իմ ընկերները ինձ մոտ են լինում, իրենց այն հաճելի ձայնը տարածում են ինձ մոտ տաղավարում։ Դու պատրաստ ես հեռուստադիտողներին մի հատ երգ նվիրել։ Հա, իհարկե։ Դե օրվա հոբելյարներին խնդրում եմ, քոննա տեսախցիկը շնորհավորի։ Շնորհավորում եմ ձեզ հոբելյարներ։ Ցանկանում եմ ամենակարևորը այս կյանքում, որ մեզ պետք է, դա առողջությունն է։
հաջողությունը ամենակարևորը, միշտ թող ձեզ ուղեկից լինի։ Եվ ամենակարևորը այս պահի մաղթանքներից, որ մեր երկրում լինի խաղաղություն, որովհետեւ մենք կարողանանք աշխատել, ստեղծագործել եւ ընդհանրապես պարզապես ապրել։ Շնորհավոր ձեր ծնունդը։ Ապրես, իսկ այսքանից հետո ես առաջարկում եմ մոտ նստել, ձայնը բարձրացնել, որովհետև հատուկ ձեզ համար երգում է իմ նախընտրելի սիրված ընկերուհիս Զարոյ Հովակիմյանը։ Теплом согрета, и по ней я бегу босиком. Я пою, и звезды лета светят мне даже днем. Я так хочу, чтобы лето не кончалось, чтобы оно за мною мчалось, за мною вслед. Я так хочу, чтобы маленьким и взрослым удивительные звезды дарили свет. Лето, ах, лето, лето звездное, звонче пой. Лето, ах, лето, лето звездное, будь со мной. Играет в прятки с ветерком, и с тобой, и со мной. Ветерок, надев крылатку, манит в лес за собой, за собой. Я так хочу, чтобы лето не кончалось, чтобы оно за мною мчалось, за мною вслед. Я так хочу, чтобы маленьким и взрослым удивительные звезды дарили свет. Лето, ах, лето, лето звездное, звонче пой. Лето, ах, лето, лето звездное, будь со мной. Взлететь хочу я, чтоб взглянуть с голубой высоты на страну мою большую, на поля, на луга, на цветы. Я так хочу, чтобы лето не кончалось, чтобы оно за мною мчалось, за мною вслед. Я так хочу, чтобы маленьким и взрослым удивительные звезды дарили свет. Лето, ах, лето, лето звездное, звонче пой. Лето, ах, лето, лето звездное, будь со мной. Սերը ինձ տարավ հեռու, ամպերից էլ վեր, քո պատկերը հայտնվեց, ինձ տվեց թե վեր, ու գիտես ես աշխարհին բան կա պատմելու,
մեր սիրո մասին երգեմ երգելու Էլ ավել սիրելու համար մի կյանքը քիչ է Էլ ավել մեզ համար մի դարը քիչ է պետք է Էլ ավել մի կյանք ավել մի դար ավել Էլ ավել սիրելու համար մի կյանքը քիչ է Էլ ավել մեզ համար մի դարը քիչ է պետք է Էլ ավել մի կյանք ավել մի դար ավել Աստղերը հեռվից նայում ու չեն հասկանում Թե ոնց են երկու խելար երկնքով քայլում Դու գիտես որ սիրտն է քո ինձ բաժին ընկել Քեզ համար եմ ես լույս աշխարհ եկել Էլ ավել սիրելու համար մի կյանքը քիչ է Էլ ավել մեզ համար մի դարը քիչ է պետք է Էլ ավել մի կյանք ավել մի դար ավել Էլ ավել սիրելու համար մի կյանքը քիչ է Էլ ավել մեզ համար մի դարը քիչ է պետք է Էլ ավել մի կյանք ավել մի դար ավել Էլ ավել Սիրելու համար մի կյանքը քիչ է Էլ ավել մեզ համար մի դարը քիչ է պետք է Էլ ավել Էլ ավել Էլ ավել Էլ ավել Էլ ավել Սիրելու համար մի կյանքը քիչ է Էլ ավել մեզ համար մի դարը քիչ է պետք է Էլ ավել մի կյանք ավել մի դար ավել մեզ համար մի դարը քիչ է պետք է Էլ ավել մի կյանք ավել Էլ ավել